թե ինչպես է ագահը մեռնում սովից։ Կիրգիզական հեքիաթ։ Վաղուց, շատ վաղուց լինում է մի գայլ։ Այդ գայլը շատ հարուստ է լինում։ Նա շատ կալվածքներ է ունենում։ Հարուստը հարուստ, բայց շատ ժլատ ու անկուշտ է լինում։ Եվ հաճախ է դեսուդեն ընկնում դրսում իր փորը կշտացնելու համար։ Մի օր այդ գայլը կազիի մի կտոր է գտնում և շատ ուրախանում, աշխարհով մեկ է լինում։ Հեյ, կազիի կտոր, ես քեզ հիմա կուտեմ, գոռում է գայլը։ Ինչի ես ինձ ուզում ուտել, հարցնում է կազիի կտորը։ Որովհետև սոված եմ, պատասխանում է գայլը ու ժնգժնգացնում ատամները։ Ինձնով չես կշտանա, ակե, այ թե որ մի քիչ են կողմ գնաս, մի ամբողջ կազի կգտնես ու կկշտանաս։ Ճիշտ ես ասում, վազեմ էնտեղ, գոռում է ագահ գայլը ու արագ սլանում։ Գայլը մի քիչ գնում է և տեսնում, որ իսկապես ճանապարհին կազիի մի ամբողջ կտոր է ընկած։ Հեյ, կազի, ես քեզ հիմա կուտեմ, բացականչում է նա։ Ինչի ես ինձ ուզում ուտել, որովհետև սոված եմ, պատասխանում է գայլը։ Ինձանով չես կշտանա։ Այ հրեն մարգագետնում մի սպիտակ ուլիկ է արածում։ Թե որ այդ ուլիկին ուտես, անմիջապես կկշտանաս։ Սա իր խոսքը դեռ չէր ավարտել, որ գայլը քամու պես դեպի մարգագետինն է սլանում, որտեղ իրոք արածում էր մի սպիտակ ուլիկ։ Գայլը մոտենում է ուլիկին ու գոռում. Հեյ, ուլիկ, եկել եմ, որ քեզ ուտեմ։ Ինչու՞, հարցնում է ուլիկը։ Որովհետև շատ սոված եմ, պատասխանում է գայլը։ Նայիր ակե, թե ես ինչքան փոքրիկ եմ ու նիհար։ Ինձ ուտելով դու չես կշտանա։ Այ եթե գնաս հարևան արոտատեղը, էնտեղ մի սև այծ կգտնես։ Էդ այծը շատ մեծ է ու յուղոտ։ Էնքան կկշտանաս, որ տեղիցդ վեր կենալ չես կարողանա, ասում է ուլիկը։ Հա, ոնց որ ճիշտ ես ասում է գայլը ու սլանում։ Ոտքերում ինչքան որ ուժ է գտնում, վազում է։ Գայլը հասնում է հարևան արոտատեղը և այնտեղ մի սև մեծ այծ է տեսնում։ Հեյ, այ այծ, եկել եմ այստեղ, որ քեզ ուտեմ, ասում է գայլը մոտ վազելով։ Ինչի՞, հարցնում է այծը։ Որովհետև շատ եմ սոված, պատասխանում է գայլը։ Դու ակե, իհարկե կարող ես ինձ ուտել, բայց ինձ որ ուտես, միայն այսօր կուշտ կլինես։ Այ հարևան ճահճի մոտ մի ճերմակ զամբիկ է արածում։ Դրա միսը դու մի քանի օր էլ որ ուտես, չի վերջանա, ասում է այծը։ Այծի այս խորհուրդը շատ է դուր գալիս գայլին, և նա անմիջապես դեպի ճահիճն է վազում։ Ճահճի մոտ գայլը իսկապես որ մի ճերմակ զամբիկ է տեսնում, որը կիսով չափ խրվել էր այդ ճահճուտը։ Հեյ, զամբիկ, եկել եմ, որ քեզ ուտեմ, գոռում է գայլը։ Ինչի որ, հարցնում է զամբիկը։ Որովհետև շատ սոված եմ, անհամբեր պատասխանում է գայլը։ Որ ուզում ես կեր, միայն թե սկզբում ինձ ճահճից դուրս քաշիր, ասում է զամբիկը։ Գայլը անմիջապես գործի է կպչում։ Մի կերպ զամբիկին ճահճից քաշում է դուրս։ Հիմա արդեն կարող եմ ուտել քեզ, հարցնում է գայլը։ Կեր, միայն նախ իմ սմբակին անուն դիր, պատասխանում է զամբիկը։ Գայլը դրան էլ է համաձայնում։ Բայց հենց որ ուզում է գլուխը սմբակին մոտեցնի, զամբիկը ետևի զույգ ոտքով հարվածում է գայլին։ Հիմար գայլը մի կողմ է թռչում, իսկ զամբիկը իր համար հանգիստ հեռանում է։ Գայլը շատ է տխրում ու խեղճացած ձայնով սկսում է երգել։ Մի կտոր կազիի համը չտեսա, այ անխելք գլուխ, մի ամբողջ կազիի համը չտեսա, այ դժբախտ գլուխ, սպիտակ ուլիկի համը չտեսա, այ հիմար գլուխ, սև այծի համը նույնպես չտեսա, այ ապուշ գլուխ, փրկած զամբիկի համը նույնպես չտեսա,
Այ դատարկ գլուխ, սմբակի վրա գրել ցանկացար, այ խելոք գլուխ, այդպես էլ սոված ծարավ մնացիր, այ ագահ գլուխ։